Եվրոն դառնում է այլընտրանքային ապահով ապաստարան, Bloomberg։ Դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ 3 տարվա նվազագույնին է մոտեցել, Reuters։ Թրամփի մաքսատուրքերի ֆոնին ԱՄՆ դոլարն անկում է ապրում, իսկ եվրոյի աճը գրավում է ներդրողներին, CNBC։ Համաշխարհային մամուլը վերջին օրերին խոսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերից հետո դոլարի որոշակի թուլացման եւ այդ ֆոնին եվրոյի նկատմամբ հետաքրքրության աճի մասին։ Գերմանիայի ֆինանսների նախարարն էլ հայտարարել է, որ կառավարությունները պետք է օգտագործեն համաշխարհային առևտրում եվրոյին ավելի մեծ կշիռ հաղորդելու հնարավորությունը։ Տարեսկզբից եվրոն դոլարի նկատմամբ արժևորվել է ավելի քան 10%-ով։ 1 եվրոն հասել է 1.14 դոլարի եւ կանխատեսվում է, որ այն կարող է 1.2 դոլարի հասնել։ Աշխարհի երիշխող երկրների մասը այսօր արժեթային լողացող փոխարժեքի քաղաքականությամբ են ղեկավարվում եւ այս տեսանկյունից փոփոխություններ պետք է լինեն, երբ որ խոսում ենք փոփոխությունների մասշտաբի, այսպես հզորության մասին, էական բան տեղի չի ունեցել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ եվրոն, երբ որ դրվեց շրջանառության մեջ, փոխարժեքը 1 եվրո 1.20 դոլար էր։ Դրանից հետո եղան տատանումներ, եվրոն էապես ընկավ մինչև 0.9 եւ այլն։ Հիմա բարձրանում է, եվրո բարձրանում է, բայց դեռ չի հասել այն մակարդակին, որով նոմինալ այն մակարդակին, որով եվրոն մտավ շրջանառության մեջ։ 75 երկրների համար Թրամփի սահմանած մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը 90 օրով հետաձգելու որոշումն ըստ էության ազդակ է, որ ԱՄՆ-ն սկսում է զգուշություն ցուցաբերել, նշում են փորձագետները։ Երբ հայտարարվեց մաքսատուրքերի մասին, ներդրողները որոշ դոլարային ակտիվներ էին վաճառել, այդ թվում կանխիկ դոլար։ Որոշակիորեն վերաբալանսավորեցին ներդրողները իրենց պորտֆելը, քչացնելով դոլարի դերը, բայց այնուամենայնիվ պետք է նշել, որ եթե նայենք համաշխարհային պաուզների կառուցվածքը, այդտեղ դոլարի դերը 50-60% է։ Եթե նայենք համաշխարհային առևտրային գործառնությունները, դոլարի դերը այստեղ 80%-ից ավելի է։ Այսինքն դոլարը կարելի է ասել չունի հավակնորդ, ով կարող է իրեն փոխարինել։ Եվ եվրոն գուցե ամենահավանական տեխնացուն է, որը որոշակիորեն իհարկե 2000 թվականից սկսած որոշակիորեն վերցրեց դոլարից կշիռ, բայց այնուամենայնիվ Եվրոպում առկա խնդիրների պատճառով եւ տարակարծությունների պատճառով դժվար է պատկերացնել եվրոյին որպես այսպես համաշխարհային փոխարինող։ Վերջին 15 տարում եվրոյի դիրքերը էականորեն թուլացել էր, շեշտում է Նարեկ Կարապետյանը։ Հավելում, չնայած խոսվում է, որ չինական յուանը կարող է փորձել ստանձնել այդ փոխարինող դերը, բայց Չինաստանի արժութային քաղաքականությունը չի նպաստում դրան։ Ճապոնական յենը եւս այդ գործառույթը չի կարող ստանձնել։ Փորձագետի գնահատմամբ Թրամփը մաքսատուրքերի որոշմամբ պայքարում է մի բանի դեմ, որը հանգեցրել է դոլարի հեգեմոնիային ամբողջ աշխարհում։ ԱՄՆ-ն 1.2 տրիլիոն առևտրային պակասորդ ունի, քանի որ դոլարը առաջատար դիրք ունի։ Մինչև 70-ական թվականները Միացյալ Նահանգները մեծ առևտրային հավելուրդ ուներ։ 1946 թվին, երբ ընդունվեց դոլարի ու ոսկու ստանդարտը, ամբողջ աշխարհը ստիպված էր պահել դոլար, որպեսզի կարողանար համաշխարհային տնտեսության ինտեգրվել։ Եվ եթե ամբողջ աշխարհը պահում է դոլար, Միացյալ Նահանգներում հայտնվում է ազատ փող, որը իրենք օգտագործում են ներմուծման համար։ Եթե Թրամփի պայքարը ստացվի, ապա ավտոմատ դոլարի հեգեմոնիան հարվածի տակ կանգնում, որովհետև եթե Միացյալ Նահանգները չունենա առևտրային պակասորդ, ապա չի կարող դոլարը սպասարկել համաշխարհային առևտրային եւ ֆինանսական գործառնություններ։ Արժույթն առանձին գործոն չէ, քաղաքական ու տնտեսական զարգացումների արդյունք է, ու այս համատեքստում տնտեսական վիճակը Միացյալ Նահանգներում վերջին տարիներին ավելի լավ է, քան Եվրոպական միության երկրներում, ընդգծում է Բագրատ Ասատրյանը։ Երկրները պետք է այս իրավիճակում պաշտպանեն իրենց, այդ թվում Հայաստանը, միջազգային պաուզների դիվերսիֆիկացման միջոցով։ Մշտական խնդիր է եղել, այսօր առավել եւս։ Տեսեք, տարեսկզբից ոսկու գները ինչքան են թանկացել։ Իբրև պաուստայինը 10%-ից ավել։ Դոլար, եվրո զույգը ինչա կատարվել։ Խնդրեմ, այդտեղ էլ մոտ 18% գոնե այդտեղ բան կա, տատանուն կա։ Այս տեսանկյունից իհարկե պետք է դիվերսիֆիկացնել ուղղակի բնականon գործունեությունը իրականացնելու համար, հուսալիությունը պաուստների ապահովելու համար։ Հայաստանյան արժութային շուկան եւս անմասն չի մնացել այս ամենից։ 1 եվրոն տարեսկզբի 408 դրամից այժմ հասել է 444-ի, իսկ դոլարը մոտ 5 դրամի չափով արժեզրկվել է։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։